Սուրճ ու սեր առավոտից։ Տակ սուրճի բույրով ձեզ ասում ենք բարի լույս, բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր, մենք ուրախ ենք օրը սկսել ձեզ հետ։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, Հայաստանում 9:30 րոպե, ես Մարինա Գրեգն եմ, տաղավարում ինձ հետ աշխատում է Սևակ Հակոբյանը եւ մոտակա 1.5 ժամ անցկացնելու ենք ձեզ հետ միասին, իհարկե ակնկալում ենք ձեր ներկայությունը մեր կյանքում այս գոնե 1.5 ժամվա ընթացքում, որովհետեւ սուրճ ու սեր առավոտից ռադիոնախագիծը ուղղակի անիմաստ կլինի, եթե դուք մեզ չլսեք եւ չմիանաք մեզ։ Այո, մեզ կարող եք միանալ տարբեր եղանակներով, իհարկե առաջնահերթ ռադիոյով լսելով, Մայրաքաղաքում 107.7 է հաճախականությունը, բայց մեզ կարող եք նաև տեսնել Facebook-յան հարթակում live-ը գործարկված է, մեր հավատալիք ունկնդիրները գիտեն, որ մենք ընթերցում ենք բոլոր մեկնաբանությունները եւ ունենք ուղիղ կապի հեռախոսահամար 55 37 02։ Այո, այն հասանելի է լինելու ամբողջ եթերի ընթացքում, այնպես որ սպասում ենք անհամբեր ձեր զանգերին եւ իհարկե բարձր տրամադրությամբ սկսում այսօրվա սուրճ ու սերը։ Այո, այսօր ապրիլի 9-ը, չորեքշաբթի, այո, աշխատանքային շաբաթը կրկին կիսվեց, մի փոքր անձրևային եղանակ է, իսկական գարնանային, կարելի է այդ տեսանկյունից դիտարկել, մանավանդ որ մի քանի օրից իսկապես շոկերը կսկսեն, այնպես որ քանի դեռ այսպես զով է, հաճելի է, ռոմանտիկ է, ինչու ոչ պետք չէ դրա վրա կենտրոնանալ, այլ պետք է վայելել, այո։ Սևակ, ընդհանուր առմամբ դու ուշադիր մարդ ես, օրինակ երբ քաղաքում քայլում ես փողոցներով, ինչ որ շինություն ես տեսնում, ինչ որ ծառեր, ուշադրություն դարձնում ես, տեսնում։ Այո, իհարկե ունենալով 21-րդ դարի հիվանդությունը լինել հեռախոսի մեջ հաճախ ենթադրում եմ, որ շատ բաներ բաց ենք տոնում, բայց հա ուշադիր մարդ եմ։ Ես իմ այն ամենավատ թերություններից ես համարում եմ մեկը, որ ես շատ անուշադիր եմ եւ երբ ինչ որ տեղ եմ գնում, ես կարող եմ այդ ընթացքը բաց թողել, այսինքն չեմ տեսնում, նայում եմ, բայց չեմ տեսնում։ Հենց ու Գրետերի դեպքում չէր կարողանա վերադառնալ։ Որովհետեւ շատ մտքերով եմ, բայց այս տարի մի տեսակ գարունը չնկատել չի լինում։ Այո։ Չգիտեմ ինչն է պատճառը, ես անընդհատ նայում եմ ծառերին, այդ գույները, այդ կանաչը, վարդագույն ծառերը, սակուրաները, որ տեսնում եմ, իսկապես ինձ շատ ուրախացնում է եւ ամեն օր փորձում եմ վայելել այդ տեսարանը ու անգամ նկատել եմ մի բան, անգամ որ անձրևը ազդում է իմ տրամադրության վրա, այս պարագայում չի կարողանում ազդել։ Եղեք Մարինայի պես, սիրեք գարունը եւ անձրևային եղանակը թող չազդի ձեր տրամադրության վրա, իսկ ձեր տրամադրությունը բարձրացնելու լավագույն միջոցներից մեկը առավոտյան մեզ միանալն է, ինչը այսօր մեզ սպասվում, ինչպես միշտ մենք եթերաժամի սկզբին ձեզ հետ կկիսվենք հետաքրքիր կարևոր տեղեկատվությամբ, եղանակ, որի մասին ինչ սկսել է եթերը խոսում ենք, խցանումներ, ավտոճանապարհներ, տարադրամի փոխարժեք եւ նաեւ ժամը 10-ին մեզ կմիանա ռադիոլուրի մեր գործընկերը վերջին ժամի թարմ լուրերով։ Իհարկե նաեւ ունենալու ենք հյուրեր, այսօր ոչ թե հյուր, այլ հյուրեր, նրանք երկուսն են եւ անհամբեր սպասելու ենք ժամը 10-ից հետո մեր զրույցին եւ իհարկե առավոտվա ու առհասարակ օրվա անբաժան ու կարևոր մասն է կազմում նաև լավ երաժշտությունը, որը մենք փորձում ենք ապահովել ամբողջ եթերի ընթացքում եւ ինչպես ասում ենք, օրվա առաջին երգը շատ կարևոր է։ Մի փոքր թախծոտ երգ եմ ընտրել եղանակին համապատասխան, Մարինա, եթե չես լսել այս մեկնաբանությունը, ռեինկարնացիան է երգում, հեռանալ երգը մի փոքր այլ ոճով լսենք, հետո կարծիքներ կասենք։ Հեռանալ ուզում եմ, բայց չեմ կարող Չկա ինձպես քեզ սիրող, արի ինձ մոտ Հեռանալ ուզում եմ, բայց չեմ կարող Չկա ինձպես քեզ սիրող, արի ինձ մոտ Դու չգիտես, թե որքան եմ տանջվել, արտասվել քեզ համար Արի ինձ մոտ, կարոտել եմ արի, դու չգիտես, թե որքան եմ տանջվել, արտասվել քեզ համար Արի ինձ մոտ, կարոտել եմ արի, մնացի ճանապարհիդ նայելով, չկա ինձպես քեզ սիրող Արի ինձ մոտ Մնացի ճանապարհիդ նայելով Չկա ինձպես քեզ սիրող Արի ինձ մոտ Դու
չգիտես թե որքան եմ տանջվել արտասվել քեզ համար Արի ինձ մոտ կարոտել եմ արի դու չգիտես թե որքան եմ տանջվել արտասվել քեզ համար Արի ինձ մոտ կարոտել եմ արի Սուրճ ու սեր առավոտից Մի փոքր թախծոտ երկով սկսեցինք առավոտը, եղանակին համապատասխան եւ եղանակից էլ խոսենք։ Այս երգը լսել էի չմշակված տարբերակով, Այո, էքսկլյուզիվ տարբերակով շատ լավն է, շնորհավորում ենք Ռոլանդին եւ Ռեինկարնացիային հրաշալի կատարման, այո, եւ պրեմիերայի արդիվ։ Եվ վերադառնալով եղանակի տեսությանը, ասենք, որ օդի ջերմաստիճանը կնվազի հանրապետության տարածքում այսօրվանից մինչև ապրիլի 13-ը սպասվում է անձրև եւ ամպրոպ, քամին հարավարևմտյանը 3-ից 6 մետր վարկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը ապրիլի 11-ի գիշերը, այսինքն երկորից կնվազի 6-ից 8-ից 10 նիշով, Երևանում ապրիլի 9-ից, այսինքն այսօրվանից մինչև 13-ը կարճատև անձրև սպասվում է, հնարավոր է նաև ամպրոպ։ Այժմ տեսնենք։ Ես տեսնենք։ հասկացել էի, որ նվազելու է եւ 3 կաթսան նորից միացրի, որովհետեւ ցուրտ է։ Հարուստ եք։ Հա։ Աղա ենք։ Փորձում եք չհիվանդանալ, ճիշտ տեսանկյունից նայենք, այսօր մինչև 19 աստիճան տաքություն է լինելու, երեկոյան +14, գիշերը +11 եւ ստուգենք նաեւ այս պահին ինչքան է 13 եւ մի փոքր անպամած ինչպես կարելի է նկատել պատուհանից։ Ահա, եւ անդրադառնանք նաեւ Հայաստանի ավտոճանապարհներին, վերջին ժամի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Ստեփան-Ծմինդա-Լարս ավտոճանապարհը եւս բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ասենք, որ մայրաքաղաքում խցանումային նիշը այս պահին 7 է, բավական շատ են ծանրաբեռնված փողոցները, Սայատնովայից սկսենք, մեզ ամենամոտն է դեպի օպերա գնացող հատվածը, նաև դեպի ռադիոտուն շարժվող հատվածում երթևեկությունը ծանրաբեռնված է, Վարդանանց փողոցը դեպի Սախարովի հրապարակ եւ հակառակ ուղղությամբ բավականին այսպես ծանրաբեռնված է։ Նաև Արշակունյաց պողոտան է դժվար անցանելի, դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց ընթացող հատվածը, նաև Արշակունյաց եւ Սևանի փողոց հատման խաչմերուկը Սևանի փողոցը երկկողմանի խցանված է։ Այո, Բրազիլիայի հրապարակից դեպի Արարատ կոնյակի գործարանի իջնող հատվածը խիստ ծանրաբեռնված է, Իսակովի պողոտայի վերջնամասում դեպի Հաղթանակի կամուրջ կրկին երթևեկությունը բավականին ծանրաբեռնված է։ Տիգրան Մեծի պողոտան դեպի Խանջան ընթացող հատվածը եւս ծանրաբեռնված է, եթե կարող եք շրջանցեք, նաև երկկողմանի դժվար անցանելի է Վարդանանցի փողոցը, հարգելի ռադիոլսողներ Ահա, էլ ինչ ունենք։ Գանք այստեղ փոքր կենտրոն Տերյանը, ինչպես միշտ այս ժամերին երկկողմանիորեն ծանրաբեռնված է, նաև Աբովյան փողոցը կրկին երկկողմանի, այսինքն երիտասարդական մետրոյից իջնող հատվածը եւ նաև այստեղ բարձրացող հատվածը, որտեղ միակողմանիչի երթևեկությունը կրկին ծանրաբեռնված է։ Սարալանջի մասին երևի անիմաստ է խոսել, որովհետև այն միշտ դժվար անցանելի է, նաև դժվար անցանելի է Աթենքի փողոցը դեպի Հաղթանակի կամուրջ ընթացող հատվածը, Հաղթանակի կամուրջը եւս, դա նշանակում է, որ Իսակովի պողոտան այս պահին եւս խցանված է, ժամը 8-ից հետո միշտ խցանված է։
Սիրելի վարորդներ ու ուղևորներ, զինվեք համբերությամբ, միացեք մեզ 107.7 հաճախականությամբ կամ կարող եք մեզ անգամ դիտել Facebook-յան մեր էջում եւ գրել մեկնաբանություններ, հատկապես որ այսօր մի այնպիսի թեմայի մասին ենք խոսելու, որը բոլորիս այսպես առնչվել է հոգեհարազատ է, բայց մինչ այդ Մարինա նաեւ տարածրամի փոխարժեքին անդրադառնանք եւ անցնենք օրվա թեմային։ Գումարը շատ կարևոր է։ Եվ վերջին ժամի դրությամբ ըստ Կենտրոնական բանկի դոլարի փոխարժեքը 391 դրամ 1 լումա է, եվրոինը 427 դրամ 33 լումա, ռուբլունը 4 դրամ 9 լումա։ Այո, եւ ինչի մասին ենք խոսելու այսօր, անդրադառնալու ենք մասնագիտական կողմնորոշմանը, մի հարց, որը բոլորիս առնչվել է, ոմանց դեպքում կյանքում մեկ անգամ, մյուսների դեպքում բազմակի անգամներ, որովհետեւ մարդիկ կան, որ ուզում են օրինակ իրենց մասնագիտությունը փոխել, վերապրոֆիլավորվել, չեն գտնում իրենց այս կյանքում կամ աշխատաշուկայում, եւ իհարկե տարիներ առաջ, մասնավորապես մեր ծնողների սերնդի դեպքում մեկ անգամ ընտրում էին, չէ, մասնագիտություն շատ կարողանային մեկ անգամ փոխել, բայց այսօր ամեն ինչ այնքան արագ է, այնքան այսպես տեղեկատվական հոսքերը շատ են, մարդիկ 4-5 մասնագիտություն համատեղում են, փոխում են, վերադառնում են հնին, արագությունը իսկապես ազդել է։ Քիչ բացենք փակագծերը, ինչու ենք ընտրել հենց այս թեման, որովհետև այսօր հյուրընկալելու ենք Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Գևորգ Դավթյանին եւ դասական ծրագրի մասնակից Մարիա Բաբաջանյանին։ Ինչ է դասականը։ 2019 թվականից է անցկացվում թատերական կրթական ծրագիր, որը միտված է աշակերտներին արդեն այդ տարիքից ուղղորդելու, նպաստելու մասնակիցների մասնագիտական կողմնորոշմանը, ինչը շատ կարևոր է, ինչը մեր ժամանակ չկար կամ քիչ էր հանդիպում։ Այո, շատ քիչ էր հանդիպում, ընդհանրապես մասնագիտական կողմնորոշումը չափազանց կարևոր այսպես ուղղություն է, որին պետք է հետևեն պետական կառույցները, որովհետև հաճախ աշակերտները հատկապես ելնելով այդ պարտադրանքից, չէ, որ դպրոցն ավարտել եւ միանգամից կրթությունը շարունակել բուհում, ընտրում են այս կամ այն մասնագիտությունը, ելնելով ծնողների խորհրդից, այսպես պրեստիժի հարց կա, ինչն է տարածված, ինչն է թրենդային, եւ ընտրում են ոչ ճիշտ մասնագիտություն։ Իրականում, որովհետեւ օրինակ դպրոցում շատ լավ էի սովորում եւ յուրաքանչյուր առարկայի ուսուցիչ ինձ փորձում էր տանել դեպի այդ կողմ, գնա պատմական, գնա տնտեսագիտական, չգիտեմ, լեզուներ եւ այլն, ու ես չէի կողմնորոշվում, չնայած որ շատ սիրում էի լեզուները, եւ եկավ մի պահ արդեն 10-րդ դասարանում, որ ես չէի կողմնորոշվում ուր պիտի ընդունվեմ, բայց ամոթ էր, որ դու ավարտես եւ այո, ինչ կասեն միանգամից չընդունվես, ինչ կասեն հարևանները, եւ ես այդպես էլ չկողմնորոշվելով որոշեցի պարապել պատմություն, անգլերեն եւ փոխեցի կտրուկ ուղղությունը, որպեսզի ընդունվեմ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, որը ինձ հետ առհասարակ ընդհանրապես կապ չունի, ուղղակի այդ ժամանակ կամ դա էր, կամ օրինակ ռոմանո-գերմանական ֆակուլտետը, իհարկե չընդունվեցի։ Հետո ես պատահաբար հայտնվեցի մանկավարժական համալսարանում, որից խուսափում էի, փախչում էի, բայց այն որ կյանքը լավ ծիծաղում է քեզ վրա, պատմիչ Աստծուն քո պլանների մասին եւ նա կծիծաղի, բայց ստացվեց այնպես, որ ես 3-րդ կուրսում հայտնվեցի Աբելյան արվեստի դպրոցում ու արդեն հստակ գիտեի, թե ինչ եմ ուզում անել, ինչով եմ ուզում կյանքում զբաղվել։ Ստացվում է առաջին 2 տարին ես ուղղակի տանջվում էի եւ կորցրի, այո։ Մարինա, այսօր քեզ պետք է հյուրընկալենք, շատ հետաքրքիր պատմություններ։ Ու իրականում ոչ միայն ես, ինձ նման շատ մարդիկ, ովքեր ավարտել են, չեն կողմնորոշվել կամ գուցե չգիտեմ, ցածր բալեր հավաքելով չեն ընդունվել, տրավմայի են ենթարկվել, փառք Աստծո, ես այնքան ուրախանում եմ, որ այսօրվա երիտասարդությունը այդքան էլ չունի այդ խնդիրը։ Այո, եւ կարող է օրինակ որոշել ու թողնել նախկինում, չէ, ու կիսատ թողնել բարձրագույն կրթությունը, դա մեկ այլ այսպես խարան է։ Ես երբ արդեն ուսանող էի եւ աշխատում էի, այդ ժամանակ դեռ չէի ընդունվել մագիստրատուրա եւ տատիկս ասում էր ամոթ է բարեկամներն ինչ կասեն, որ մագիստրատուրա չես ընդունվել, ասում եմ տատ ախր ինձ էլ պետք չի, ես պրակտիկորեն կիրառում եմ այդ ամենը։ Իհարկե նրա խաթր ընդունվեցի, որը ինձ ոչինչ չտվեց մասնագիտական առումով, բայց ամոթ էր, որովհետեւ պետք էր դիպլոմ։ Այո, իհարկե այսօր այնպես չի, որ վերացել է այս մոտեցումը, հաճախ այս բարձրագույն կրթություն ստանալու մոլուցքը հենց ընտանիքից է գալիս, շրջապատից եւ երիտասարդը միգուցե դեռ չի կողմնորոշվել, չգիտի ուր դիմել, ինչ մասնագիտություն ընտրել, բայց մյուս կողմից գովելի է, որ այսօր նաեւ կան տարբեր միջոցներ, չէ, փորձելու այս կամ այն մասնագիտությունը շատ բուհեր, օրինակ թույլ են տալիս աշակերտներին գնալ ինչ որ մեկ շաբաթ օրինակ նստել դասերին, հասկանալ ուզում են այդ մասնագիտությունը, թե ոչ, ել չեմ ասում ինչ որ կարճաժամկետ կուրս
կուրսեր եւ նաեւ շատ կարեւոր է որ այսօր շատ մարդիկ օրինակ ընտրում են այնպիսի մասնագիտություն նույն մատնահարդարում, վարսահարդարում, որ իսկապես մեծ եկամուտներ է բերում եւ օրինակ 5-6 ամիս սովորելով կարող են միանգամից անցնել աշխատանքի, իսկ նախկինում անգամ այդ նախասիրություններ ունեցող մարդիկ պետք է պարտադրանքով անպայման գնային այս կամ ամբու, այսպես իրենց օրերը, ժամերը, կյանքի տարիները պատմեն։ Իհարկե շատ կարևոր է եւ պետք է կրթվել անկախ ամեն ինչից, բայց մեխային այստեղ այն է, որ պետք է ընտրել սրտի մասնագիտություն, այն ինչը ձեզ հոգեհարազատ է, որովհետեւ օրինակ ես չեմ պատկերացնում, քանի տարի է արդեն մեդիա ոլորտում եմ, երևի 18 տարի, ես չեմ պատկերացնում 18 տարի ես զբաղվեի ոչ սիրելի աշխատանքով, դա կլիներ ուղղակի տանջանք, դուք պատկերացնում եք ինքնասպանություն, ինքնախարազանում, շատ կարևոր է ընտրել սրտի մասնագիտությունը եւ իմանալ ինչ ես ուզում։ Հիմա կարծում եմ երիտասարդները ավելի հստակ գիտեն թե ինչ են ուզում, կարողանում են տարբերել պետքական մասնագիտությունը ձևական մասնագիտություններից Եվ այո, կարող են նաև ուսումնասիրել ինչն է պահանջված, ինչը ոչ, եւ մենք նաև այսօր դիմեցինք մեր արհեստական բանականության օգնությանը ChatGPT-ին եւ բարձ հարց ենք տվել ինչն է կարեւոր մասնագիտական կողմնորոշման համար նա մի քանի կետ է առանձնացրել առաջինը ինքնաճանաչումն է ասում է կարեւոր է հասկանալ սեփական հետաքրքրությունները ուժեղ կողմերը որոշակի հմտությունները սա կարող է դառնալ այսպես սկզբունք որի հիման վրա կարող են կառուցվել հետագա քայլերը նաեւ հետաքրքրություններ եւ արժեքներ քանի որ մասնագիտական գործունեությունը երկարաժամկետ է պետք է ընտրել այն ոլորտները որոնք հարազատ են ձեր հետաքրքրություններին եւ արժեքներին Այսպես կարող եք ավելի խորը ներգրավվել աշխատանքում եւ ավելի երկար ժամանակ մնալ մասնագիտության մեջ։ Օրինակ ես ինձ բանկում չեմ պատկերացնում աշխատելիս, այդ չգիտեմ 9-ից մինչև 6-ը համակարգչի դիմաց հատուկ դրես կոդով, որովհետեւ մենք տեսակով ստեղծագործ մարդիկ ենք։ Ողջունում ենք բանկերում աշխատող բոլոր մարդկանց, որոնք այո այդ խիստ ռեժիմով աշխատում են, հոգ են տանում մեր ֆինանսական հոսքերի։ Մեր մեկը զանգահարեց եւ փորձում ենք գուշակել ինչ մասնագետ է, շատ տխուր ձայնով զանգել էր, ասում է տխուր հիմնարկից եմ զանգում, այսպես մտածում եմ, ասում եմ մորգից, ասում է, չէ, մի քիչ մնացի, ասում մի րոպե, բանկում եք աշխատում, ասում է, այո։ Այդքան փողի հետ եք գործ ունենում, ինչ եք տխրել։ Դրա համար էլ տխրել 1 միլիոն ունենաս ինչ կանեմ կտխրեմ։ Այո, լրիվ այդ անեկդոտներ։ Բազային հմտություններն ու կրթությունը, այսինքն բազային կրթությունը եւս կարեւորում է ChatGPT-ին, հաճախ որոշ մասնագիտությունները այո պահանջում են նաեւ հատուկ հմտություններ, կարեւոր է որոշել թե ինչ տեսակի ուսուցում կամ դասընթացներ են անհրաժեշտ ձեր նպատակներին հասնելու համար։ Այստեղ նույն օրինակ դերասաններ, երգիչներ, չէ՞, միայն ցանկությունը ինչ որտեղ բավարար չէ, նաեւ ի ծնե որոշակի հմտություններ մարդը պետք է ունենա ստեղծագործել։ Այո, նաեւ աշխատաշուկայի պահանջները նախքան մասնագիտական կողմնորոշումը կատարելը լավ է ուսումնասիրել թե ինչպես է շուկան պահանջում ձեր ընտրած մասնագիտությունը։ Աշխատաշուկայի իրավիճակը եւ պահանջները կարող են ազդել աշխատանքի հնարավորությունների վրա։ Այստեղ նաեւ շատ կարեւոր է աշխատավարձի չափը եւ ընդհանրապես գումարը, որը դուք վաստակելու եք, որովհետեւ կան շատ մասնագիտություններ, որոնք իսկապես սրտի մասնագիտություն են, բայց մենք հասկանում ենք օբյեկտիվորեն, որ այդ մասնագիտությամբ հնարավոր չէ օրինակ վաստակել մեր երազած գումարը, չնայած գումարը միշտ էլ քիչ է եւ չի բավականացնում։ Այո, եւ ChatGPT-ին նաեւ խորհուրդ է տալիս հենց խորհրդատվություն անցնել մասնագիտական կողմնորոշման մեջ օգտակար կարող են լինել տվյալ մասնագիտությամբ զբաղվող մարդկանց խորհուրդները, ուրիշների փորձը եւ այդ դեպքում միայն կարելի է լավ պատկերացում կազմել թե հետագայում ինչպես ձեր մասնագիտությունը կծառայի ձեր բարեկեցությանը։ Օրինակ ժամանակին, եթե պետք էր կողմնորոշվել եւ կատարել ընտրություն ու ունենալ ընդամենը մեկ մասնագիտություն, հիմա փաստորեն մենք ունենք ընտրության լայն հնարավորություն։ Դու կարող ես ընտրել հիմնական մասնագիտություն եւ հիշում ես եթերներից մեկի ժամանակ մեր հյուրն ասաց, որ մի սահմանափակեք ձեզ միայն մեկ մասնագիտությամբ, տարբեր բաներ սովորեք, որովհետեւ դուք չգիտեք թե որը երբ ձեզ պետք կգա։ Մանավանդ աշխարհն արագ է զարգանում այսօր եւ անգամ մեկ մասնագիտությունը կարող է այսպես հմտությունները շատ արագ արդիականությունից դուրս գան եւ իսկապես այսպես ճյուղավորումները եւ վերապատրաստումները անդադար պետք են հիմա այս դարում ենք ապրում չենք կարող մեկ դիպլոմով այսպես հավեր ես օրինակ շատ տխրեցի երբ իմացա որ իմ դասախոսներից մեկը իր կենտրոնում ուսումնական հաղորդավարության բաժինը հանում է եւ ավելացնում է այո բլոգինգի բաժին ու ես շատ տխուր ասում եմ ոնց ինչու էլ մենք պահանջված չենք ասում է դե հիմա արդեն բլոգեր
բլոգերները կարող են լինել նաև հաղորդավար, ինչը չես ասի հաղորդավարների մասին, փաստորեն այստեղ արդեն սեղմվում է օղակը ու քիչ-քիչ դերասանները, երգիչները, բլոգերները կարող են դառնալ հաղորդավար, բայց հաղորդավարը երգիչ կամ դերասան չի կարող դառնալ։ Մենք կլուծենք այդ վրեժը։ Մենք էլ կգանք ձեր ոլորտ։ Սևակ, եթե չլիներ լրագրող հաղորդավար, որը կլիներ քո երկրորդ։ Այո, դու պատմեցիր, ես չասացի, ես ընդունվել եմ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ եւ 6 տարի սովորել եմ մասնագիտությամբ քաղաքագետ, բայց միշտ փոքրուց եղել է երազանքի մասնագիտությունը, աշխատել մեդիայում, որը եւ իրականություն է դարձել։ Միշտ մտածել եմ այդ ուղղությամբ, թե ինչով կսիրեի զբաղվել, կուզեի զբաղվել, եթե ոչ այստեղ։ Եվ միգուցե շատ կուզեի լինել օրինակ թատրոնի ռեժիսոր։ Ինձ միշտ հետաքրքիր է ինչպես է ինչ որ մի պիես թղթի վրայից դառնում այսպես շատ գունավոր ու պատկերավոր ներկայացում։ Փաստորեն էլի հեռու չէի ոլորտից։ Օրինակ ես բանկում չէի աշխատի։ Ես երբ որ սկսեցի արդեն պարապել պատմություն եւ ընդունելության ժամանակը մոտենում էր, այդ ժամանակ հասկացա, որ ես պիտի ընդունվեի թատերական, բայց դե արդեն շատ ուշ էր եւ ինչպես ասացի, այն ժամանակ դպրոցն ավարտելուն պես պետք էր անպայման ընդունվել։ Հարգելի ռադիոլսողներ, կներես նաեւ կային կարծրատիպեր, երբ որ մենք առավել այսպես երիտասարդ պատանի ենք, չէ, ոչ բոլորի ընտանիքներն են իրենց զավակներին թողնում ընդունվել օրինակ թատերական, չէ, նույն աղջիկների դեպքում հազարում մի կարծրատիպեր կար, պլյուս ասում էին ինչ գումար պետք է վաստակել, բարգասո հիմա ոլորտը այո շատ է զարգացել եւ այո հենց թատրոնի դերասանները եւ նաեւ ֆիլմերի դերասանները կարողանում են բավականին լավ գումարներ վաստակել։ Ես պատմաիրավագիտական ֆակուլտետում նստած քրեական իրավունք էի ուսումնասիրում եւ հասկանում էի, որ որքան էլ քրեական իրավունքը ինձ շատ է գրավում, այնուամենայնիվ իմը բարձրախոսն է եւ քեզ այդ գումարները պետք չեն։ Այո, մենք շատ ենք ուզում լսել նաև ձեր պատմությունները, հարգելի ռադիոլսողներ, այսքան խոսում ենք, սպասում ենք ձեր զանգերին 553702 ուղիղ եթերի հեռախոսահամարն է, ինչ մասնագիտություն եք ընտրել, արդյոք զղջում եք հիմա։ Այո, եւ եթե այո, ինչպես է կընտրել ձեր սրտի մասնագիտությունը։ Իդեպ Facebook-ում ունենք ողջուններ, Էդիկ Բաբուջյանը, Գարիկ Ստեփանյանը գրել են բարի լույս, Գարիկը ողջունում է մեզ իդեպ Եղվարդից, Դավիթ Ղուկասյանը բարի լույս, արդյունավետ լավ օր, շնորհակալ ենք ձեզ եւս, Մարկոս Կագոյանը բարի լույս իմ սիրելի հաղորդավարներին, շնորհակալ ենք, Նադիա Սմբատյանը մեզ ողջունում է Բուլղարիայից, վաո, բարևներ Բուլղարիային, Հայաստանից Բուլղարիային եւ Կարինե Արաքելյանը թեմայի հետ կապված մեկնաբանություն է գրել բարի լույս ակամայից հիշեցի Ղազարոս Աղայանի Անահիտ հեքիաթից մի հատված երբ անճարանամ ջուլհակ կդառնամ այո նաեւ արհեստն է կարեւոր այո բայց ջուլհակ դառնալու համար էլ պետք է լավ էլի սովորել եւ հմուտ լինել հայտնի ֆիլմը հիշում ենք կտորմը երկինքը որտեղ Մայր Մկրտչյանը սովորեցնում էր տղային փալանչի դառնալ եւ կդրավ թելը կդրավ կարծում էր թե անհույս է բայց ի վերջո ինչքան էլ նաեւ այդ ժամանակ չէ ֆիլմում երևում է որ դա այդպես հարգի մասնագիտություն չէր բայց անգամ դրա դեպքում պետք էր ջանք եռանդ եւ այսպես հմտություններ կիրառել միանշանակ եւ որքան էլ որ մենք այսօր ստանում ենք դիպլոմ շատ հաճախ հնարավորություն չի լինում հենց մեր մասնագիտությամբ աշխատելու դրա փոխարեն առաջ են գալիս տարբեր այլ մասնագիտություններ, որոնք առաջին ձեռքից այսպես ասած պահանջված են, դա կլինի մատնահարդարում, դիմահարդարում։ Իդեպ դա էլ է, գիտեք, ինչ որ նորաձևության պես բան է, գալիս է մի ժամանակ, երբ հիշում եմ, բոլորը եկավ մի ժամանակ, սկսեցին դիմահարդարում սովորել եւ դարձան դիմահարդար։ Հետո նորաձև էր մատնահարդար լինելը։ Հիմա ինչն է նորաձև լուսանկարիչ, այո։ Հիմա դե մեկ բառով բոլորը իրենց կոչում են ինֆլուենսեր եւ դրանով այսպես փակում են բոլոր մասնագիտությունների բերանը։ Իրավաբան ես բժիշկ ես կապ չունի, կարեւոր է լինել ինֆլուենսեր, բայց քանի դրանից ենք խոսում, արի շատ կարճ նաեւ անդրադառնանք թե ըստ արհեստական բանականության տվյալների, որոնք են այսօր Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունները, դե առաջինը բնականաբար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, նույն IT-ն, ՏՏ-ն, ինչպես կուզենք ասել, գիտենք, որ այս ոլորտում իսկապես եւ լավ են վարձատրվում մասնագետները, այո, եւ մշտապես պահանջ կա, հատկապես որ օրինակ կարելի է Հայաստանից անգամ հեռավոր գյուղից համայնքից աշխատել օրինակ օվկիանոսից այն կողմ Միացյալ Նահանգների համար։ Այո։
Տեղեկատվական տեխնոլոգիաներ սահմանափակ չեն միայն ծրագրավորողները, նաև պահանջար կա տարբեր IT մասնագետների, մասնավորապես ծրագրավորողներ, տվյալների գիտնականներ, կիբերանվտանգության մասնագետներ, habitat մենեջերներ, սա ինձ համար մութանտառ է, Developer-ներ, եւ տեղեկատվական համակարգերի ինժեներներ։ Երկրորդ տեղում էլի զարմանալի չէ, մարքեթինգն է, շատ տրենդային, այսօր տարածված մասնագիտություն, այստեղ էլի կա այդ խնդիրը, որ ով քնից արթնանում է, այ որն է այսօր դառնում է SMM մասնագետ կամ մարքետոլոգ, եւ այստեղ իհարկե այո, SMM-ի մասին է առանձնացրել ChatGPT-ին, բրենդ մենեջերներ, դիզայնի մասնագետներ եւ նաեւ բովանդակության մենեջերներ, սոցիալական մեդիայի մենեջերներ։ Իդեպ այս առիթով մի շատ կարևոր բան եմ ուզում ասել, հարգելի SMM մասնագետներ։ Երբ որ դուք ներկայանում եք որպես SMM մասնագետ եւ ձեր էջում էլ նշում եք, որ դուք SMM մասնագետ եք, առաջինը դուք պետք է լինեք կրողը այն գաղափարի, որ երբ որ դուք ներկայացնում եք որևէ բիզնես, օրինակ, եւ մարդիկ ձեզ գրում են, միշտ հորդորում ենք, չէ, պետք է բարևով սկսել նախադասությունը, արտահայտությունը, որովհետև որքան էլ որ դուք գրում եք բիզնեսի էջին, ձեզ պատասխանում է մարդ, այսինքն պլյուս դնել, գինը հարցնել, ուղղակի գրել գինը, այդքան էլ կոռեկտ եւ ճիշտ չէ։ Եվ վերջերս բախվեցի մի երևույթի, երբ SMM մասնագետը կապույտ թռչնակով Instagram-ում հայտնի որպես այսպես տեղը տեղին ամեն ինչ փաթեթավորել էր եւ առանց բարևի ինչ որ բան է հարցնում անծանոթ մարդուն եւ ասում ես բարև ձեզ, այսպես ինքը էլի շարունակում է նույն տեմպով։ Միշտ խնդրում եմ հարգելի մարդիկ, բարևեք, նոր շարունակեք ձեր հարցը։ Կապ չունի դա on-line թե off-line հարթակում է, մենք կարծես զանգ ունենք, տեսնենք ով է միացել։ Բարի լույս։ Ալո։ Բարև ձեզ, խնդրում եմ իջեցրեք ռադիո ընդունիչի ձայնը, մեզ լսեք հեռախոսով եւ ձեր անունը։ Բարև ձեզ, խնդրում եմ իջեցրեք ռադիո ընդունիչի ձայնը, մեզ լսեք։ Ձեր անունը։ Մեր անունը Համլետ։ Շատ հաճելի Համլետ, որտեղից եք մեզ զանգում։ 64 տարի հանրային ռադիոյում սպասարկում, 64 տարի։ Մեզ եք լսում։ Ես մասնակցան գտորի։ Ճիշտ ասած ես մի լսում եմ, այսօր մի քիչ ճուշ մի ասա։ Այո։ Հաղորդման բանը թեման տոշնիչի մասը ինչի մասին է։ Մասնագիտություններ։ Այդ մասնագիտության համար ես ասեմ 10 դասարան ավարտել եմ, տապավոր եմ աշխատում։ 50 տարի աշխատել եմ Ռոճարովի, նայից հետո բարեգործական միջև այսօր հետևում եմ ռադիոյի հաղորդումներին եւ զգուշացնում եմ աշխատանքի մասին, բոլորը գիտեն միջև նախարարություն։ Հետո բանցարի փոչտոյինք ես բարևեմ, շնորհավորեմ Մարինեին, Նահարտակին, դուք հաղորդաշարը 5 տարի ընդհատել էր, նորից միացավ, գիտեմ Լուսինային Տիգրանին, բոլորին գիտեմ։ Մենք մեզ հետ լույս ենք բերել։ Բոլոր նախագաներին, Շնորհակալ ենք։ մնացածին բոլորի հետ խոսացել եմ, առաջարկություններ եմ արել, ամեն ինչ։ Շատ շնորհակալ ենք։ Չեմ թողում ռադիոյի հաղորդումները։ Հրաշալի է։ Անցած գիշեր ցերեկ պետք է լսեմ։ Շնորհակալ ենք շատ ձեզ համար, շնորհակալ ենք։ Այո, շատ հետաքրքիր մասնագիտություն, կապավորի մասնագիտություն եւ սկզբում չհասկացանք լավ ինչ էր ասում ռադիո լսողը, աստորեն ասում էր աշխատել եմ ռադիոյի համար, այլ ոչ թե պարզապես ռադիո լսող։ Շնորհակալ ենք իհարկե։ Մենք փոքրիկ գովազդային դադար ունենք այս պահին, որից հետո տաղավարում կհյուրընկալենք արդեն ռադիո լուրի մեր գործընկերոջը։
Սուրճ ու սեր առավոտից։ 9:59 մենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը եւ տաղավարում հյուրընկալել ենք արդեն մեր գործընկերոջը ռադիոլուրից Հասմիկին Մարտիրոսյան։ Հասմիկ, բարի լույս։ Բարի լույս սիրելի գործընկերներ եւ ունկնդիրներ։ Վարկաններանց խոսքը կփոխանցենք քեզ եւ մեր ռադիոլսողներին, ասենք լարեք ուշադրությունը եւ ժամացույցները, քանի որ պետք է լսենք վերջին ժամի թարմ տեղեկությունները։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, հանրային ռադիոյի ուղիղ եթերն է շարունակում ռադիո լուրը, ստուդիայում Հասմիկ Մարտիրոսյանն է, ժամի թեմաները նախ համառոտ։ Հայերը հայտնի են իրենց խաղաղասիրությամբ, Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Միացյալ Էմիրությունների Դաշնային խորհրդի նախագահին։ Խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներ են տեղի ունեցել խորհրդարանում։ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարում է, որ Միացյալ Նահանգների հետ առաջիկա բանակցությունների գլխավոր նպատակը պատժամիջոցների վերացումն է։ Թեմաներ ընդգրկուն վայրկյաններ անց։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի փոխգործակցությանը եւ ինտեգրմանը Հարավային Կովկասում, հայտարարել է Գերմանիայի տնտեսական զարգացման եւ արտաքին առևտրի դաշնային ասոցիացիայի ղեկավար Ուրս Ուանկոֆը։ Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում Հարավային Կովկասում կհաստատվի կայունություն։ Ավելի վաղ Հայաստանը եւ Ադրբեջանը հայտնել էին խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Պաշտպանության նախարարությունը վերջին շրջանում պարբերաբար հերքում է Բաքվի ապատեղեկատվությունը, այն է, թե հայկական կողմը կրակ է բացել Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ։ Ավելին, Հայաստանի ռազմական գերատեսչությունը մարտի 31-ին հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածաղ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն, բարեբախտաբար տուժածներ չկան։ Հավելենք, որ վերջին օրերին օգտատերերը եւ զանգվածային լրատվամիջոցները պարբերաբար հայտնում են, որ ադրբեջանական ստորաբաժանումները կրակոցներ են արձակում հայկական դիրքերի ուղղությամբ։ Երեկ այս մասին լրատվամիջոցներից մեկին հարցազրույց է տվել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ մասնավորապես ընդգծել է, որ դեպքերը մտահոգիչ են, սակայն Հայաստանի Հանրապետության իշխանությունները մշտապես իմի են բերում տեղեկությունները եւ փոխանցում հակառակ կողմին, ինչպես նաեւ ստանում նույնպիսի տեղեկատվություն նրանցից։ Հավելել է, որ կրակոցների վերաբերյալ միայն պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունները պետք է տարածվեն, քանի որ հաճախ լրատվական դաշտում սխալ եւ շահարկված տեղեկություններ են շրջանառվում։ Նշեմ, որ հայկական կողմը պարբերաբար է հիշեցնում հրադադարի խախտման հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկը, որին Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս չեն արձագանքել։ Ռազմական գերատեսչությունը նաեւ հայտարարում է, որ պատրաստ է հետաքննել հրադադարի խախտումների մասին Ադրբեջանի հաղորդագրությունները հիմնավորող փաստերը, դրանք Երևանին փոխանցելու պարագայում։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին եւ գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Արկադիուշ Լեգիչին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ ծրագրերին, միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը եւ այդ ուղղությամբ իրականացվող քայլերին, Հայաստանի զինված ուժերի կերպափոխմանը եւ ժողովրդավարական բարեփոխումներում համագործակցության խորացման հնարավորություններին, զինված ուժերում ոլոր կրթական ծրագրերին։ Զրուցակիցները անդրադարձել են նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող քննարկումներին, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցին։ Շարունակվում է Հանրապետության նախագահի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ եւ այցի շրջանակում Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Դաշնային ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղոբաշի հետ։ Նախագահն ասել է, որ նմանատիպ այցերը վկայում են այն մասին, որ կան ավելի մեծ հնարավորություններ երկու երկրների միջև առկա հարաբերությունների խորացման եւ ամրապնդման համար։ Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են բազմակողմ շփումները, փոխգործակցությունը։ Ընդգծվել է տարբեր մակարդակներում փոխայցելություններ
հարաբերությունների խթանումը, ինչը նպաստում է համագործակցության ընդլայնմանը։ Տեղեկանում ենք, որ կողմերը շեշտել են տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը, եւ այս համատեքստում Հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանը միանշանակ դիրքորոշում ունի հարևանների հետ հարաբերությունները կառուցել բարի դրացիության եւ խաղաղ գոյակցության սկզբունքների շուրջ։ Մեկ այլ տեղեկատվության համաձայն, որը Facebook-ում գրառմամբ տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, հանդիպել է Մազդար ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մուհամմադ Ջամիլ Ալ-Ռահմանի հետ։ Կողմերը քննարկել են Մազդարի կողմից Հայաստանում արևային էլեկտրակայանի կառուցման գործընթացը, հաստատել առաջիկա աշխատանքների ճանապարհային քարտեզը եւ համաձայնեցրել, որ արդյունաբերական մասշտաբի այլ մեկ արևային ֆոտովոլտային ծրագրի շինարարությունը Հայաստանում կսկսվի 2026 թվականին։ Մինչ այդ կավարտվեն նախապատրաստական աշխատանքները։ Պապոյանը Facebook-ում գրել է՝ երկուստեք բարձր գնահատեցինք բանակցությունների արդյունքները։ Խոսենք միջազգային անցուդարձի մասին, Միացյալ Նահանգները կարող է սահմանել ավելի կոշտ պատժամիջոցներ Իրանի դեմ ներառյալ նավթային ոլորտում, եթե Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության չհասնեն, հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։ Անշուշտ ակնկալում եմ շատ խիստ պատժամիջոցներ Իրանի դեմ, հուսով եմ, որ դրանք կստիպեն Թեհրանին հրաժարվել միջուկային ծրագրից։ Սա մեջբերում էր նրա խոսքից, Ռայթը նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները չի կարող թույլ տալ, որպեսզի Իրանը ձեռք բերի միջուկային զենք։ Իռնագործակալությունը երեկ հայտնեց, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մասնավորապես ասել է, Թեհրանը գերադասում է Վաշինգտոնի հետ անուղղակի շփումների մեջ մտնել, ինչը արդյունավետ բանավեճի հնարավորություն կստեղծի։ Աբբաս Արաղչին մասնավորապես ասել է, մեջբերում եմ, հավատարիմ կմնանք բանակցությունների այդ ձևաչափին, Թեհրանը այս ֆորմատն է ընտրել, որպեսզի խուսափի Միացյալ Նահանգների ճնշումներից, սպառնալիքներից եւ իր կամքը իրանական կողմին պարտադրելու փորձերից։ Բանակցություններում ամենակարևորը Իրանի հետ համաձայնության գալու ԱՄՆ քաղաքական կամքն է լինելու։ Մեջբերման ավարտ ասել է իրանական դիվանագիտության ղեկավարը։ Երեկ էլ Արաղչին ասել էր, որ Իրանը եւ Միացյալ Նահանգները շաբաթօրը կհանդիպեն Օմանում անուղղակի բարձր մակարդակի բանակցությունների համար, հաստատելով, որ Օմանի միջնորդությամբ կայանալիք բանակցությունները տեղի կունենան ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի գլխավորությամբ։ Հիշեցնեմ, Դոնալդ Թրամփն էլ իր հերթին էր հայտարարել, որ Միացյալ Նահանգները միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ կվարի Իրանի հետ։ Եվս մի քանի լուր միջազգային անցուդարձից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հուսով է, որ Միացյալ Նահանգների կողմից սահմանված նոր մաքսատուրքերը համաշխարհային ռեցեսիա չեն առաջացնի։ Գուտերեշը հույս է հայտնել, որ տնտեսական անկում չի լինի, քանի որ ըստ նրա ռեցեսիան ողբերգական հետևանքներ կունենա, հատկապես աշխարհի ամենաաղքատ մարդկանց համար։ Նա նաև նշել է, որ առևտրային պատերազմներում հաղթողներ չկան։ Ֆրանսիայի նախագահն էլ ասել է, որ մտադիր է ստիպել ԱՄՆ նախագահին չեղարկել նոր մաքսատուրքեր սահմանելու իր որոշումը։ Մակրոնն ասել է, եթե դա նշանակում է, որ պետք է բացատրել, որ պատրաստ ենք պատասխանելու, ուրեմն պետք է պատասխանատվություն կրենք դրա համար։ Ապրիլի 2-ին Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել, որով նախատեսվում է այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար փոխադարձ մաքսատուրքեր սահմանել, դեֆիցիտի փոխարեն առևտրային մնացորդ ապահովելու նպատակով։ Եվ համառոտ անդրադառնանք Միացյալ Նահանգներ-Ռուսաստան հարաբերություններին, ապրիլի 10-ին Ստամբուլում կրկին կհանդիպեն Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի ներկայացուցիչները երկկողմ հարաբերությունների բարելավման ուղիները քննարկելու նպատակով, այս մասին երեկ հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Իսկ ահա Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ ասել է, որ ռուսական պատվիրակությունը, ինչպես նախկինում, այժմ եւս գլխավորելու է Ալեքսանդր Դարչիևը, ով ներկայումս Ռուսաստանի դեսպանն է նահանգներում, իսկ ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի պետքարտուղարի տեղակալ Սոնատա Քուոլթերը։ Մյուս մասնակիցները երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչներն են։ ՄԱԿ-ում էլ Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզյան ասել է, որ Ռուսաստանն ու նահանգները իրենց շփումների շրջանակում քննարկում են ուկրաինական ճգնաժամի կայուն եւ երկարաժամկետ լուծման ուղիների որոնումը։ Նեբեզյան ասել է, դա անելու համար անհրաժեշտ է վերացնել հիմնական պատճառները, այդ թվում Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարումը։ Այժմին այսքանը ստուդիայում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, հետևեք լրատվության այցելելով Հանրային ռադիոյի պաշտոնական կայքեջ armradio.am ցտեսություն։
Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից։ 10:12 մենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը սուրճով, սիրով եւ բարձր տրամադրությամբ։ Այո, Իվետա Մուկուչյանն ասում է այ էտա, մենք էլ ասում ենք դուք դիտում եք եւ լսում եք հանրային ռադիոն, դե հիմա էտա, մենք ենք այստեղ առավոտից սուրճով, սիրով եւ մինչեւ ժամը 11-ը լինելու ենք ձեզ հետ միասին։ Րոպեներ անց արդեն մեր տաղավարում կլինեն մեր հյուրերը եւ կշարունակենք թեմայի շուրջ զրույցը։ Իսկ մինչ այդ մենք խոսում ենք Հայաստանում պահանջված մասնագիտությունների մասին եւ կանգ առանք կարծես թե մարքեթինգի վրա խոսեցինք այդ մասին։ Այո, մարքեթինգից խոսեցինք, այսօր այո, խոսում ենք մասնագիտական կողմնորոշման մասին եւ ChatGPT-ին հարցրել ենք ըստ նրա տեղեկությունների, որոնք են Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունները։ Առաջին տեղում IT-ն էր, երկրորդը մարքեթինգը եւ երրորդը բիզնես ու կառավարման ոլորտը։ Այո, որտեղ գալիս են ծրագրերի ղեկավարները, կառավարման խորհրդատուները, ֆինանսական մենեջերները, մարդկային ռեսուրսների մենեջերները, HR-ի մասին է խոսքը, որը այո, իդեպ այսօր շատ տարածված է եւ այդպես պոպուլյար է։ Օպերացիոն մենեջերներ,
բաժներ։ Ահա։ Իդեպ արի ամեն մասնագիտությունից խոսելիս ողջունենք այդ մասնագիտության տեր մարդկանց, եթե մեզ լսում եք։ Այո, իսկապես HR-ները այսօր այսպես տարածված մասնագիտություն է եւ տես նախկինում տարիներ առաջ նրանց հիմնական գործառույթը չէ, այսպես թղթաբանություններ, արձակուրդ, չգիտեմ, ֆիզ արձակուրդ եւ այլն, բայց հիմա արդեն HR-ների վրա մեծ պարտականատվություն, պարտականություններ է դրված, բարեկեցությունը ապահովել, հետաքրքիր փաթեթներ, վերապատրաստման կուրսեր առաջարկել իրենց աշխատակիցների համար, որպեսզի այսպես աշխատանքային մթնոլորտը հնարավորինս լինի հաճելի։ Այո, եւ մենք վստահ ենք, որ մեզ լսում եք, այնպես որ նաեւ զանգահարեք, սպասում ենք ձեր զանգերին 553702 հեռախոսահամարով, տեսնենք ինչ մասնագետ եք։ Այո, հաջորդ ոլորտը, որը շատ պահանջված է Հայաստանում, առողջապահությունն է, բժիշկներ, բնականաբար գիտենք, հատկապես վիրաբույժներ, նյարդաբույժներ, մանկաբույժներ եւ ատամնաբույժներ, որոնցից շատերս վախենում ենք, բայց դե պետք է դիմենք նրանց օգնությանը, առանձնահատուկ ողջունում ենք բժշկական ոլորտում աշխատող մասնագետներին, տարբեր բժշկական կենտրոնների մենեջերներ, սա եւս պահանջված մասնագիտություն է։ Եվ բժիշկների մասին խոսելիս նրանք չունեն ոչ գիշեր, ոչ ցերեկ, այսինքն մշտական մասնագիտություն է եւ յուրաքանչյուր ժամի կարող է պետք գալ, այնպես որ դա իսկապես շատ պատասխանատու է։ Նաեւ առողջապահության ոլորտի մեջ է մտնում տղամարդկանց եւ կանանց առողջության խորհրդատուների աշխատանքը։ Եվ հոգեբաններ, այո, այսօր ինչ որտեղ նաև տրենդային է դարձել, չէ, դիմել հոգեբանի, իհարկե ողջունելի է, որ մարդիկ իրենց խնդիրների դեպքում արդեն պատրաստ են հոգեբանների հետ խոսել, շատ տարիներ առաջ դա ընդունված չէր, չէ, այսպես տաբու էր, բայց այսօր կարծես նաև մյուս ծայրահեղությունն է, պարտադիր բոլորը պետք է դիմեն հոգեբանի, ամեն դեպքում, բայց կարծում եմ դրանից վնաս չկա։ Կան մարդիկ, ովքեր կտրուկ դեմ են հոգեբանին այցելելուն, օրինակ քույրիկս, երբ խոսք է գնում այդ մասին, ասում է՝ լսիր, մենք հայերս խոսացող, ասող խոսացող ենք եւ մենք անպայման կամ մեր ընկերների հետ ենք կիսվում ինչ որ խնդրով, այսինքն մենք մեր ներսում դա չենք պահում։ Հոգեբանները պետք են այնպիսի մարդկանց, ովքեր օրինակ Եվրոպայում, Միացյալ Նահանգներում գնում են աշխատանքի գալիս են, տուն չունեն ընկերներ եւ արտահայտչամիջոց չունեն։ Հետաքրքիր մոտեցում է։ Բայց ես իհարկե չեմ կարելի է մի օր բանավեճ կազմակերպել քույրդ եւ որևէ հոգեբան եւ տեսնենք ով ճիշտ դուրս կգա։ 5-րդ տեղում այսպես նշված է ըստ ChatGPT անհատական ծառայություններ եւ կրթություն, սա նրա մասին է, ինչ խոսում ենք, որ այսօր կան շատ տարբեր այսպես վերապատրաստման կուրսեր, կարճատև ծրագրեր, իհարկե նաեւ ասենք, որ հաճախ դրանք մոլորեցնում են մարդկանց, չէ, 3 օրում վարժ անգլերեն, 5 օրում մարքեթինգ, 10 օրում SMM, 20 օրում չգիտեմ ինչ մասնագիտություններ, որոնց հմտությունները ձեռք բերելու համար բոլորս էլ գիտենք, որ երբեմն տարիներ են անհրաժեշտ, բայց փոքրիկ կուրսեր, որոնք նույն մասնագիտության տեր մարդուն կարող են առավել այսպես վերապատրաստել, մասնագիտական աճ գրանցել, ինչու ոչ կարևոր են, օրինակ դասախոսներ եւ ուսուցիչներ, որոնց պետք է այսպես հատուկ ուղղվածություն ձեռք բերել, երեխաների զարգացման մասնագետներ, գիտենք այսօր ինչքան շատ մասնավոր չէ կենտրոններ կան, որոնք փորձում են այսպես լավ որակ ապահովել եւ լավ մասնագետներ ունենալ։ Այո, նաեւ պրոֆեսիոնալ կուրսերի եւ դասընթացների ղեկավարներ։ Եվ գանք այն ոլորտ, որը շատ ենք սիրում, հատկապես Մարինայի դեպքում կարելի է ինչ որտեղ ասել մասնագիտական, նոր մասնագիտություն։ Նոր մասնագիտություն, որը շատ սիրելի զբաղմունք է, բայց քիչ-քիչ կարծես թե լրջանում է, լուրջ երանգներ է ստանում։ Խոսքը туриզմի եւ հյուրանոցային ոլորտի մասին է, մենք բոլորս շատ սիրում ենք ճամփորդել, սիրում ենք նոր աշխարհներ բացահայտել եւ այստեղ բնականաբար օգնության է գալիս туриզմը, որը իսկապես շատ պատասխանատու եւ թվում է թե հեշտ, բայց իրականում շատ բարդ այսպես աշխատանք է։ Տուրիստական գործակալություններ, ուղեկցորդներ, հյուրանոցային մենեջերներ, նաեւ մենեջերներ եւ միջոցառումների կազմակերպիչներ։ Այո, այսօր շատ մարդիկ, չէ, այսպես ուղակի չեն անում որևէ միջոցառում կամ հարսանիք, այլ օրինակ վարձում են մարդկանց, որոնք կհոգան իրենց փոխարեն բոլոր ոչ թե ծախսերը, այլ պլանավորումը, այո, գումարը տալիս է եւ մնացածը իրենք անում են, դա եւս այո պահանջված մասնագիտություն։ Ես այնքան հին եմ, որ վերջերս եմ իմացել, մի քանի տարի է ինչ իմացել եմ, որ կան այդպիսի մարդիկ, ովքեր ամբողջ օրինակ հարսանեկան արարողության ընթացքում հարսի կողքին են լինում, այսինքն հարսը ոչ մի բանի մասին չի մտածում, ինչ անել, ոնց անել, ծաղկեփունջը ուր է,
չգիտեմ, սա ուր է Մինչև այնուր։ առաջին գիշեր ավարտվում է, չէ՞, ծառայությունը։ Հույս ունեմ, այո։ Հույս ունեմ, այո։ Նախկինում չէ, հարսի քույրիկները, ընկերուներն են Այո։ փոխարինում, բայց ես իրականում չգիտեի, քեզնից իմացա։ Այո, Գիտեի, որ կան այդ կազմակերպիչը։ wedding planner-ներ, Այ հենց որոնք wedding planner-ի այդ ֆունկցիան նաև լինել այո, հարսանիքին։ լինել հարսանիքին Օհո։ ամբողջ արարողության ընթացքում հարսի տնից սկսած այդ ամեն ինչը հոգում է հենց կազմակերպիչը եւ ամբողջ ընթացքում լինում է այսինքն հարսի մենեջերն է ստացվում հարսի ամբողջ մենեջերը հարսանիքի կա։ ընթացքում։ Արագ եզրափակենք ChatGPT-ի տված տվյալները, հաջորդ տեղում առևտրի եւ արտահանման մասնագետներն են, այո, գիտենք, առևտուրը միշտ կարեւոր է եւ դրա հետ կապված բոլոր մասնագիտությունները պահանջված են եւ արտադրության ոլորտ, մեխանիկա, էլեկտրատեխնիկա, ավտոմատացում, կառուցապատողներ եւ ինժեներներ։ Ահա։ Այսքանով կարծես թե ChatGPT-ին եզրափակում է կարևոր մասնագիտությունները, բայց մենք վստահ ենք, որ իրականում սրանով չի ավարտվում իհարկե, որովհետև բոլոր մասնագիտությունները շատ կարևոր են եւ իհարկե կարելի է լավ գումար վաստակել այն դեպքում, երբ որ դու լավ մասնագետ ես։ Դրա համար պետք է լավ սովորել եւ երբեք չդադարել ինքնակրթվել։ Այո, թեման կշարունակենք արդեն մեր հյուրերի հետ, փոքրիկ երաժշտական դադար, հյուրընկալենք նրանց մեր տաղավարում։ Ինձ նման մի խենթյարի դու կարող ես չսիրել, դու կարող ես չսիրել Ես թված ճանապարհին աչու ծախտուն է մտել, աչու ծախտուն է մտել Հավաքել երկրի սիրող սրտերը, սիրել կոտրել, գցել շաքի ջրերը Փորագրիր քո անունը սիրելիս, վարմնիս ու սրտիս, էլուր մնաս վար հոգիս Լավ գրիր կարմրի քո անունը սիրելիս, լավ հիշեմ ու գժվեմ, ամեն անգամ նոր տեսնեմ Ես գիտեմ քո դռան առջև, իմ օրերը կթրջեն, իմ օրերը կթրջեն Հավատաս թե չհավատաս, իմ սիրո հոստ է անգերս, իմ սիրո հոստ է անգերս Խելքդ սիրեմ, խելքդ դարձրեց քեզ համար, սիրտս կերար թողեցիր ինձ սովահար Փորագրիր քո անունը սիրելիս, վարմնիս ու սրտիս, էլուր մնաս վար հոգիս Լավ գրիր կարմրի քո անունը սիրելիս, լավ հիշեմ ու գժվեմ, ամեն անգամ նոր տեսնեմ Փշուր եղավ հոգիս, ինչ ճամփեցիր սրտիդ կողքից Մնա առանց մեկի թե մնա Փորագրիր քո անունը սիրելիս, մարմնիս ու սրտիս, էլուր մնաս վար հոգիս Լավ գրիր կարմրի քո անունը սիրելիս, լավ հիշեմ ու գժվեմ, ամեն անգամ նոր տեսնեմ Փորագրիր քո անունը սիրելիս, վարմնիս ու սրտիս, էլուր մնաս վար հոգիս Լավ գրիր կարմրի քո անունը սիրելիս, լավ հիշեմ ու գժվեմ, ամեն անգամ նոր տեսնեմ Սուրճ ու սեր առավոտից 10:22 մենք շարունակում ենք ուղիղ եթերը հանրայինի եթերում եւ ինչպես խոստացել ենք, այո, այսօր եթերի ամբողջ ընթացքում խոսում ենք մասնագիտական կողմնորոշման մասին, որովհետեւ հյուրերի հետ քննարկելու ենք մի շատ հետաքրքիր ծրագիր, դասարան պլյուս դասական, օրերս է ամփոփվել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում թատերական կրթական այս ծրագիրը, որին մասնակցում են դպրոցականներ եւ արդեն այդ տարիքից բացահայտում թատրոնի աշխարհը։ Եվ այս ծրագիրը փաստորեն միտված է ամրապնդելու դպրոց թատրոն
կողմերոն կապը նպաստելու մասնակիցների մասնագիտական կողմնորոշմանը, ինչը շատ կարևոր է, հենց այդ մասին էինք խոսում հաղորդման սկզբից, եւ այդ առիթով հյուրընկալել ենք Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Գևորգ Դավթյանին եւ դասարան դասական ծրագրի մասնակից Մարիա Բաբաջանյանին։ Բարի լույս, շնորհակալ եմ, որ առավոտը սկսել եք մեզ հետ։ Ես հատկապես մեծագույն հաճույքով եմ գալիս հանրային ռադիո, որովհետև սիրում եմ առավոտները հենց այստեղից սկսել։ Հրաշալի։ Այո, վերջերս էլի եղել եմ մեծագույն հաճույքով օրենք բացել։ Սիրով հյուրընկալում ենք։ Այո, անձնապես առաջին անգամ ենք ձեզ տեսնում եւ ծանոթանում, բայց ծրագրի հետ կապված ձեր սթորիները երբ ուսումնասիրեցի, տպավորություն է, որ Գևորգին արդեն վաղուց ճանաչում եմ, այդ ոգևորությունը, որ փոխանցում եք աշակերտներին։ Ես առաջին անգամ եմ տեղեկանում նման նախագծի մասին ու հատկապես ինձ համար շատ ոգևորիչ է, որ աշակերտներին հենց արդեն այդ տարիքից ներգրավում ենք, օրինակ թատրոնի աշխարհ, ու դա կարողանում է իրենց փոխանցել կամ ինչ որ բանով ուղղորդել նոր մասնագիտական կողմնորոշման հարցում։ Դա շատ կարևոր է։ Մարինա ջան, ասեմ, որ սա գերազանց պարզապես ծրագիր է մշակված Վարդան Մկրտչյանի կողմից, Մայր թատրոնի տնօրենի եւ իհարկե կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, անմիջական մասնակցությամբ, մեկենասությամբ, օգնությամբ, ինչպես կուզեք ասեք։ Փաստորեն արդեն 6-րդ տարին է։ 7-րդ տարին, ես 3-րդ տարին է արդեն շնորհակալ եմ Վարդանին, որ ինձ պատիվ է արել մյուզիկլի բաժինը ղեկավարել, այո, սա ոչ միայն կողմնորոշվելու ծրագիր է, այլ նաև նոր ընկերներ գտնելու։ Ամենակարևոր հանգամանքներից մեկը, որտեղ որ մեր փոքրիկ հրաշքները գտնում են նոր ընկերներ, գտնում են իրենց պես մտածողներին։ Գալիս են իրենց էմոցիաների հետ։ Գալիս են ու տուն չեն գնում։ Բանը նրանում է, որ փորձերից հետո, չգիտեմ, 4 ժամ էր տևում, 5 ժամ էր տևում, հետո դե բնականաբար ավարտում տուն եմ գնում, հետո զանգում են մենեջերները, բայց երեխաները դեռ թատրոնում են։ Ծրագրի լավագույն գնահատականը։ Ծրագիրը իր նպատակին ծառայում։ Մարիա, որ դպրոցում, որ դասարանում եք սովորում եւ արդյոք թատրոնը ձեզ միշտ գրավել է, ինչպես որոշեցիք դառնալ դասարան պլյուս դասական թատերական ծրագրի մասնակից։ Ես 14 տարեկան եմ, սովորում եմ Վարդանանց ասպետների դպրոցում, թիվ 106 դպրոցում։ Երբ իմացա դասական դասարանի մասին, որ իմացա մյուզիկլի բաժին կա, քանի որ ես տարբեր հաղորդումներ եմ վարել ՀՄԵԿ-ով, ինչպես նաև ընկեր Գևորգի հետ խաղացել եմ Փայլո մյուզիկլում։ Այո։ Եվ հենց իմացա դասական դասարանի մասին եւ իմացա, որ կա մյուզիկլի բաժին, միանգամից արդեն որոշեցի մասնակցեմ, իսկ երբ իմացա, որ ընկեր Գևորգն էր մեր հետ խաղալու, չեմ կարող բացատրել մի քանի երանի մեկ տեղում։ Այսինքն Մարիայի պարագայում այնպես չի, որ դա բոլորովին նոր աշխարհ էր կամ ուղղակի այսպես հայտը տեսել եք ու միանգամից որոշել եք մասնակցել, այլ կար արդեն այն խայծը, այսպես ասած կարևոր։ Ինչպես նաև մինչև շարունակեք հարցերը տալ, ես ուզում եմ ասել, որ ես շատ ուրախ եմ եւ շատ երջանիկ եմ, որ գտնում եմ ռադիոյում, քանի որ սա իմ երկրորդ տունն է եւ ես 5 տարի այստեղ եմ եղել, Արևիկ մանկապատանեկան անսամբլի սաներից եմ եղել, այո, սոլիստներից եմ եղել։ Արևիկին։ Ողջունենք արևիկցիներին։ Պաստորեն Մարիա, ձեր այսպես երիտասարդ կյանքում շատ հարուստ աշխատանք։ Սա վկայում է այն մասին, որ ասում ենք ինչքան հիմա խտացված է, չէ՞, ժամանակը։ Հրաշալի է, որ այսքան ողջևորված եք եւ ծրագրին մասնակցում եք։ Գևորգին խնդրենք մի փոքր մանրամասնել, ինչ տևողությամբ եւ ինչ աշակերտների հետ եք աշխատում, արդյոք այսպես որևէ հիմք չունեցող, թատերական կրթություն չունեցող աշակերտների հետ հեշտ է միանգամից այսպես մյուզիկլի աշխարհ մտնել ու բացահայտել այն։ Դե հավանաբար ինքներդ գիտեք որքան բարդ։ Այո։ Ճյուղ է թատերարվեստում մյուզիկլը, իհարկե հեշտ չէ, առավել եւս երբ որ տրված է ընդամենը 2 շաբաթ։ 2 շաբաթ, այս պարագայում Մաշաս էր, որ պատրաստվածություն ուներ եւ եւս մի քանի աղջիկներ, տղաներ, ովքեր որ սովորում են երաժշտական դպրոցներում, բայց դե մյուզիկլից հեռու անսահման ուրախ եմ, անսահման մեծ աշխատանք ենք այնտեղ տանում բոլոր բաժինները, եւ դրամատիկ բաժինը, եւ ունենք նաեւ պանտոմիմայի
բաժին, այո, աննկարագրելի տպավորություններ երեկոյից ավարտական, չեք էլ կարող պատկերացնել, թե 2 շաբաթում այդ երեխաները ինչպես են գալիս ու ինչպես են հետո վերադառնում տուն։ Ես Հայտի գովազդը տեսա, ուղարկեք Հայտը, այստեղ քլիք եք անում, ուղարկում եք եւ մենք ձեզ կզանգենք։ Կամ էլ չենք զանգի։ Ոնց է այդ ընտրությունը տեղի ունենում եւ արդյոք անգամ բացասական պատասխանի դեպքում զանգում են երեխաներին, աշակերտներին, ասում են այս անգամ չստացվեց, փորձեք հետո։ Այդպես շատ է եղել, որ անցած տարի չի եղել, այս տարի եղել է եւ հատկապես այն երեխաներին, ովքեր որ այս տարի մասնակցում են, հաջորդ տարի հնարավորություն են տալիս մյուսներին։ Ինչ սկզբունքով են ընտրվում։ Ընտրվում են սկզբնական փուլը դե այս տարի բավականին տարեցտարի ավելի է մեծանում ցանկությունը երեխաների, այո, մոտ 300 թե 350 դիմորդ է եղել, որից մնացել էին 120-ը, այդ առաջին փուլը ընտրվում է թատրոնի, ուրեմն կազմակերպիչների կողմից, երկրորդ փուլը մրցույթային արդեն մենք ենք, ես այս բառը մենթոր բառ չեմ սիրում, բայց այդպես է, մենթորներով ընտրում ենք մեր գանձերին, ապագա իմ պարագայում շատ կարևոր է երգել, ռիթմի զգացողություն ունենալ, ժպտերես լինել, խարիզմատիկ լինել, այո, որովհետև շատ կարևոր է իմ պարագայում մյուզիկլի։ Մենք տեսնում ենք Մարիային եւ հասկանում ձեր չափանիշները։ Այո, բոլորը գեղեցիկ, բոլորը շնորհալի, մեկը մյուսին օգնող, իսկ 2 շաբաթ հավատացեք շատ քիչ է մեծ բան անելու համար, բայց ահավոր ռիթմով ենք աշխատում ու հետո արդյունքը լավն է լինում։ Վկան եւ հարգարժան տիկին նախարարի այցը մեր փորձերի ժամանակ եւ հարգարժան պարոն Դանելյանի այցը արդեն երեկոյին ամբողջ երեկոյի մասնակցությունը իր բերեց, այնպես որ շատ շնորհակալ ենք։ Շատ բարի։ Մարիա, ասացիք, որ արդեն փորձ ունեցել եք Փայլո ներկայացումը, այն էլ շատ գեղեցիկ գունավոր մյուզիկլ, խաղացել եք այդտեղ, բայց այս 2 շաբաթների ընթացքում ինչ բացահայտեցիք, ինչ սովորեցիք, որն է այսպես ամենակարևորը, որ ձեռք բերեցիք, բացի նրանից, որ ինչպես նշեց ձեր մենթորը, ընկերներ, նոր շրջապատ, մասնագիտական տեսանկյունից ինչն էր առավել հետաքրքիր։ Մասնագիտական տեսանկյունից ես կարող եմ ասել մի բան, որ ես գործ եմ ունեցել շատ պրոֆեսիոնալ մարդկանց հետ եւ այդպիսի մարդիկ շատ քիչ են լինում եւ կարող եմ ասել, որ նրանք ինձ շատ բան սովորեցրեցին եւ ամենակարևորը, չնայած միշտ էլ դա եղել է, բայց առանձնահատուկ կարող եմ ներկայացնել, որ մենք բոլորս այդ փոքրիկ 2 շաբաթվա ընթացքում այնքան ենք կապնվել, որ նույնիսկ չենք պատկերացնում, որ ոնց սա վերջին օրն էր, սա վերջին ապրիլի 5-ն էր ոնց ու էմոցիաները անսպառ էին։ Շատ հետաքրքիր է եւ ես կարող եմ ասել, որ անչափ շնորհակալ եմ, որ այսպիսի պրոյեկտին էլ մասնակցեցի։ Հետաքրքիր է, ինչ երեխաներ են դիմում, ովքեր են դիմորդները, որ Հայտ են ուղարկում։ Տեսեք, դիմորդները եղել են պարզապես մարդիկ, ովքեր որ գաղափար չունեն մյուզիկլից։ Լսել եմ, որ երաժշտական ինչ-որ բան լինելու, հատկապես նախորդ 2 տարիները շատ դժվար էր ինձ, որովհետև բացարձական պատրաստ էին գալիս դպրոցներից, չսովորած, չերկած ու այդ 2 շաբաթվա ընթացքում պետքա երգել, պետքա մտնել ժանրի մեջ, այս տարի էլ ուզում եմ անպայման նշել Արինայի անունը Արարատյան, ով մեր բալետ մաստերն էր, նրան է շատ շնորհակալություն, մեծ աշխատանք կատարվեց, հավատացեք շատ բարդ է երգ սովորեցնել 2 շաբաթում, բավականին մեծ երգեր, մոտ 15 րոպե ու դա բարի վերածել, խոսքի վերածել ու ստանալ փոքրիկ ներկայացում։ Իսկ 2 շաբաթ դասավանդելուց եւ միասին ժամանակ անցկացնելուց հետո արդեն ասում եք 7-րդ տարին է եւ 7 տարի շարունակ 2 շաբաթում եկել են հարյուրավոր երեխաներ։ Հետո ինչ որ արձագանք եւ այլն լսել եք, որ այդ երեխաներին այս նախագիծը ինչ է տվել մասնագիտական ընտրության հարցում, ուղղորդելու հարցում, թե եղել է, որ ուղղակի այդ ժամանակը անցկացրել են, գնացել են։ Ոչ, Մարինա ջան, մեծամասամբ ասեմ, որ նախ պարոն Մկրտչյանը բոլոր երեխաներին հնարավորություն է տալիս 1 տարի անընդմեջ ցանկացած ներկայացմանը անվճար ներկա գտնվել։ Հրաշալի է։ Այո, ես կարող եմ հենց իմ տղային օրինակ բերել, ով
պատկերացրեք թատրոնից դուրս չի գալիս քոլեջ, հետո թատրոն, հետո գիշերը ուշ տուն։ Դե մայր թատրոնի ներկայացումներն էլ 2 ժամից պակաս չեն լինում։ Այո, բավականին երկար են տևում։ Այո, իսկ ինչ վերաբերում է մնացածին, դրա վառապացույցն է ամեն տարի նախորդ տարվա իմ գանձերը, որ գալիս են, հետաքրքրվում են ովքեր են այս տարի անցել, ինչ են անում, շատերը արդեն ընտրել են այդ ուղին, նրանցից շատերը սովորում են հիմա մայր թատրոնի ստուդիայում, շատերը այս տարի նախորդ տարի ունեինք նաև դիզայնի բաժին, այդպիսի բաժնել ունեինք, նրանք օգնեցին պարոն Քուշքյանի խմբին եւ զգեստների եւ երաժշտության, տեսեք, այդպես վերադառնում են թատրոն, բայց ամենակարևորը, ինչպես ասում է պարոն Մկրտչյանը, մենք ունենք վաղվա շատ լավ հանդիսատես։ Դա ամենակարևորն է, անկախ նրանից ինչ մասնագիտություն կընտրեն այս աշակերտները, երեխաները, կարևոր է նրանք սիրեն թատրոնը, թեկուզ որպես քաղաքացի, թեկուզ որպես այլ մասնագիտության տերմարդ։ Մարիա, որն է ձեր ապագայի պլանը, ինչ եք ուզում դառնալ, արդյոք պատրաստում եք ձեր կյանքը կապել թատրոնի հետ։ Հարցը բավական բարդ էր, որովհետև դեռ ես ինքս չեմ կողմնորոշվել, բայց ինձ թվում է այո, այսքան տարվա փորձով արդեն այսքան բազա ունենալով ուղղակի նախ ափսոս է, երկրորդն էլ արդեն պարզ է մոտավորապես թե մասնագիտական ինչ ընտրություն է կարել, շատ ողջունելի է, որ արդեն այսքան երիտասարդ տարիքից պատանեկությունից արդեն ունես մոտավոր գաղափար, տեսլական, թե գոնե ինչ ուղղությամբ ես ուզում գնալ, ոլորտը կապ ունի։ Կրթվածություն ունեն եւ ի վերջո երգում, երգչուհի Ասած որ շատ ուրախ եմ, որ թատրոնի ամենահրաշ աշխարհում ես կամ եւ եղել եմ, որովհետեւ դա մի սովորական աշխարհ չէ, դա մի աշխարհ է, որ ձեզ տանում է լրիվ ուրիշ մոլորակ։ Իսկ հետաքրքիր է աղբյուրը, արևիկից եք չէ՞ սկսել, ճիշտ հասկացա։ Արևիկից։ Ոնց է այդ ճանապարհը սկսվել, մայրիկը, ծնողներն են ուղղորդել, թե ներքին ցանկություն կար այդ աշխարհը մտնելու, դուք եք խնդրել մայրիկին։ Դա երկուսն է, որովհետև համ իմ մայրիկը, համ իմ հայրիկը, համ ես սովորել եմ Չայկովսկու անվան դպրոցում, ցավոք սրտի կիսատ եմ թողել, որովհետև ֆիզիկապես չէի հասցնում, ինչպես նշեցի, ես 2 հաղորդում եմ վարել, մեկը Աշոտ Ղազարյանի հետ մեր մանկության մուլտերն եմ վարել, մեկն էլ Աշոտ Ղազարյանի հետ դասերից հետո եմ վարել։ Եվ այդ գրաֆիկի ընթացքում ես չէի հասցնում շատ բան անել, բայց ես շատ շնորհակալ եմ իմ մայստրոից, Վայ Հայրապետյանից, որ ինձ այսքան փորձ են տվել եւ ես հասկացել եմ, թե ինչ եմ ուզում։ Ողջունենք նաև մեր գործընկերոջը Վահագին Հայրապետյան, ջերմ ողջույններ։ Եվ ընթերցենք Facebook-յան մեկնաբանություններ, որոնք այսպես բավականին սիրառատ են։ Արթուր անունով օգտատերը գրում է. «Այո, տաղանդավոր դերասան է, դասարան պլյուս դասական ծրագիրը ճիշտ ճանաչելու հայ թատրոնը», գրում է Արթուր Սուքեսյանը, դերասան, նույն թատրոնի նախկին ուսանող։ Սեդուլ Մավյանն է ողջունում Մաշային, իմ տաղանդավոր Մաշա։ Դավիթ Մնացականյան, հրաշալի ներկայացումներ էին ամբողջ ընթացքում, շատ էներգիա ստացանք, շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ ենք շատ։ Շատ։ Եվ Լիլիթ Կարապետյանն է գրել, շնորհակալություն հրաշալի նախագծի եւ անմոռանալի էմոցիաների համար, ծրագիրն իրոք հագեցած էր, կարեւոր ու տպավորիչ։ Մարիա, մենք գիտենք, որ բացի մյուզիկլից նաև ծրագիրը այսպես այլ բաղադրիչներ ունի, այստեղ նաև շատ տաղանդավոր մարդկանց անուններ են կարդում, դրամատիկ խմբեր օրինակ ղեկավարել են Արմեն Մարության, Արթուր Կարապետյան, Արմեն Քուշքյան, յուրաքանչյուր աշակերտ ազատ է ընտրել, թե բոլոր կուրսերին մասնակցում եք, ինչպես է ընդհանրապես ծրագիրը, օրինակ դուք միայն Գևորգի մոտ եք հաճախել, թե նաև մյուս դերասանների եւ այսպես թատերական գործիչների հետ եք շփվել։ Մենք բոլորս իրար հետ շատ մոտ ենք եւ մինչեւ հիմա մոտ ենք եւ ասեմ ձեզ մենք այսօր ուզում ենք գնալ մենք բոլորս դա նշանակում է մոտ 90 հոգի կարծես 70 աշակերտ եւ դասավանդողները եւ մենք դեռ կապ ունենք իրար հետ երեք գնացինք ջազ պոետիկան նայեցինք բոլորով եւ կարող եմ ասել որ կապ չունի ում խմբից հա մենք ում խմբից է մենք միշտ բոլորս իրար հետ համախմբված ենք եղել եւ միշտ սիրել ենք իրար մենք հենց առաջին օրվանից զգացել ենք եւ շփվել ենք իրար հետ
Ահա, հրաշալի։ Որովհետև Նախանձեցինք։ օդը տարածված էր մի բանով, թատրոնով, սիրով, թատրոնը որտեղ բոլորը մտածում են նմանապես, բոլորը ուզում են նույն բանը, բոլորը ուզում են ընկերություն, բոլորը ուզում են արվեստ։ Այդտեղ ես կարող եմ մի բան ասել, որ դա բացի նրանից, որ դա մեր ներսից է գալիս, դա մեր դասատուների շնորհիվ է գալիս, որտեղ նրանք են այդ առողջ մթնոլորտը ստեղծում։ Ես եւս մեկ անգամ Կարելի է համոզվում գնալ այս եմ, ծրագրին մասնակցել Իրանի դպրոցական լինեի։ Շնորհակալ եմ անչափ այս նախագծի համար ընկեր Գևորգ ջան, ես շատ ուրախ եմ, որ մասնակցել եմ, շատ հպարտ եմ, որ մասնակցել եմ։ Ես էլ հպարտ եմ, որ դուք կաք իմ կյանքում, բոլորին շատ եմ սիրում, խելագարվելու չափ բոլորին խոսքեր չկան։ Սա այն է ինչ խոսում ենք Մարինա, որ մարդիկ պետք է սիրեն իրենց անպայման եւ ընկեր Գևորգ, վստահ ենք, որ այս ծրագրի գլխավոր ձեր ձեռքբերումը եւս մեկ անգամ համոզվում եք, որ ճիշտ մասնագիտության եք ընտրել եւ փորձում եք նաեւ երիտասարդներին, պատանիներին ուղղորդել դեպի թատրոն։ Միանշանակ ես ճիշտ եմ ընտրել, ես խելագարվում եմ իմ մասնագիտության համար, դա այլևս վաղուց մասնագիտություն չի, դա իմ ապրելակերպն է, երբ աշխատում ես, երեկոյան հոգնած ջարդված տուն ես ընկնում ու երազում ես, թե լույսը երբ է բացվել, որ նորից գնաս այդ հորձանուտի մեջ մտնես։ Որովհետև արվեստի մեդիայի մարդկանց ես համոզվում եմ ամեն անգամ, որ միավորում է էմոցիան, մեր աշխատանքի հիմքում էմոցիան է եւ ես միշտ ասում եմ, որ մեր մասնագիտությունը եւս աշխատանք չի, այլ արդեն ապրելակերպ է եւ ինչպես օրինակ չի լինում հաղորդավարի նախկինը, նույն պարագայում էլ օրինակ դերասանի նախկինը չի լինում, որովհետև դա իսկապես մեր ներսում է եւ ապրելակերպ է, ինչը շատ կարեւոր է։ Եթե չընտրեիք այս մասնագիտությունը, որը կլիներ երկրորդ ընտրած մասնագիտությունը։ Տեր Աստված, ասեմ։ Այո։ Հայրս էր ընտրել ոստիկանի մասնագիտություն։ Ավելի։ Դա իմ պատմության անմոռանալի էջն է, որին ես պատրաստվում էի հնազանդվում էի հորս, բայց հետո դպրոցում միջոցառումներ, երգեր, պարեր, կոմպլիմենտներ, որ դերասան, վայ, բան, ու ես հավատացի դրան ու հետո պարզվեց Կարպ Խաչվանքյանը ստուդիա պիտի բացի Պարոնյան թատրոնում ու համալսարանում հայոց լեզվի քննությունից, որին ես գերազանց էի պատրաստված, թելադրությունը գրեցի 2-ի եւ ավարտվեց իմ ոստիկանի պատմությունը եւ սկսեց լուսավոր մի ուղի։ Այո, ես շատ երջանիկ եմ։ Հրաշալի է։ Եվ Գևորգ այնպես ներկայացրիք այս ծրագիրը, վստահ եմ շատ ռադիոլսողներ կուզեն իրենց երեխաներին կամ եթե անգամ փոքրերն են մեզ լսում, մասնակցել ընդհանրապես այս ծրագրին։ Սովորաբար տարվա որ հատվածում է մեկնարկում ընդունելությունը եւ ենթադրաբար հաջողությունը ստիպում է մտածել, որ հաջորդ տարի եւս կկրկնվի։ Տա Աստված, ես ամեն անգամ ասում եմ եւ պարոն Դանելյանին եւ տիկին նախարարին էլ խնդրեցի, որ ոչ մի դեպքում, երբ որ հաստատում են տարեկան բյուջեն անպայման առաջինը այդ ծիտիկը դնեն դասարան գումարած դասականի դիմաց, որովհետև սա գերազանց ծրագիր է, հավատացեք, ես ձեզ խնդրում եմ, ամեն տարի տեղի է ունենում գարնանը, պլանավորում են երեխաների գանանային արձակուրդների այդ շրջանում, որպեսզի կարողանանք ավելի երկար աշխատել, ավելի չկտրել դասերից, այդ ժամանակահատվածում է լինում։ Հրաշալի, այնպես որ ուշադրությամբ հետևեք կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության էջերին, նաեւ դասարան գումարած դասականը ունի Facebook-յան էջ, եթե չեմ սխալվում, հետևեք նորություններին, եթե ցանկանում եք Մարիայի եւ տասնյակ այլ տաղանդավոր այսպես պատանիների պես առավել հեշտ մուտք գործել թատերական աշխարհ։ Որ ամբողջ ընթացքը նկարահանվել է եւ շատ գեղեցիկ տեսանյութ ենք ունենում բավականին ֆիլմի տեսքով ու բոլորը կտեսնեն թե այնտեղ ինչ է տեղի ունենում ու վստահեցնում եմ ցանկացած ծնողի, որ ձեր երեխաները հավատացեք ջերմ գրկում են լինելու, սիրո գրկում են լինելու, վստահեցնում եմ ձեզ, որ շատ ծնողներ ինձ մոտեցան ու ասացին, որ իրենց երեխաներին մի պահ կորցրել էին, երեխաները դե այն տարիքում են գտնվում անցումային, որ ուզում են հասկանան իրենք ով են, ինչ են ուզում։ Մեծ երեխաների չեք ընդունում։
Շատերն են ուզում, որ ընդունենք այդ հարցով պետք է դիմել պարոն Մկրտչյանին եւ Տիկին նախարարին մեծ հաճույքով անցած տարի չդիմացանք նույն թատրոնի հրաշալի արտիստուհիները նախորդ տարի որ տեսան ինչ են կան, բա մենք էլ ենք ուզում, մենք էլ ասի լավ մյուս տարի ուրեմն Օրինական չէ դասընթացներ մարդկանց համար, որոնք ուզում են ապրել եւ պետք չէ լինել դպրոցական, չէ սիրողական։ Նույնը կարելի է նաեւ թատրոնի դեպքում։ Մենք հասցնում ենք բավականին բարձր մակարդակի սիրողականից, այնպես որ 2 շաբաթվա այդ քամելուց հետո հաստատ լավ արդյունք ենք ունենում։ Հրաշալի է, հաջողություն ենք մաղթում բոլոր այն աշակերտներին, որոնք այս կրթական ծրագրի մասն են դարձել։ Հուսանք, որ նրանցից շատերը այո կընտրեն թատրոնի մասնագիտությունը, եթե չընտրեն էլ հավերժ որպես հանդիսատես կապված կլինեն։ Վստահ եմ շատ գրագետ ու խելացի հանդիսատես կլինեն։ Շնորհակալ ենք շատ, որ առավոտը սկսեցիք մեզ հետ։ Ես եմ ձեր շնորհակալ, ձեր ժպիտների, ձեր վառ աչքերի համար շնորհակալ եմ շատ։ Իմ օրը հավատացեք, չնայած հիմա դրսում անձրև ա գալիս, հավատացեք շատ արևոտ ալին։ Դուք էլ մեզ փոխանցեցիք դրականից, քեզ շատ շնորհակալ ենք, ձեզ հաջողություն ենք մաղթում։ Մեր տաղավարում էին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Գևորգ Դավթյանը եւ դասարան գումարած դասական ծրագրի մասնակից Մարիա Բաբաջանյանը։ Փայլոուից խոսեցինք, եկեք Արսեն Գրիգորյանին էլ լսենք այս ընթացքում։ Դե ինչ լսում ենք երգ, ճանապարհենք մեր հյուրերին եւ վերադառնանք ու ձեզ հետ անցկացնենք վերջին րոպեները։ Cutie pie, just take my hand. Let's jump into this crazy land. They simply call it married life. I can't believe you'll be my wife. We'll share the weight of bills and dreams. In every struggle, everything. With every heartbeat, can't you feel? This longing love is also real. If you call my name, call me your one and only. And pick me to stay alone. I promise you will never be lonely. Just keep me, don't prove me wrong. You ride every way with no worry. Say yes, it's the time to hurry. Will you marry me? I feel your heart's calling me. I know you crave something real. I'm sure you'll make a perfect one, but I'm afraid to change my life. And though I stumble, I won't fall. With you I'll rise above it all. Let's take a chance and fight the fear. For in my heart I hold you near. If you call my name, call me your one and only. And pick me to stay alone. I promise you will never be lonely. Just keep me, don't prove me wrong. We ride every way with no worry. Say yes, it's the time to hurry. Will you marry me? Talk and stare. Our love is bright and rare. They say we're crazy, kind, blind, we don't mind, and we're totally fine. If you call my name, call me your one and only. And pick me to stay alone. I promise you will never be lonely. Just keep me, don't prove me wrong. We ride every way with no worry. Say yes, it's the time to hurry. Will you marry? Will you marry me? Will you marry me? Սուրճ ու սեր առավոտից։
10:47 մեր եթերաժամին հաշված րոպեներ են մնացել եւ մեր հավատարիմ ունկնդիրները գիտեն, որ այս հատվածում մենք կիսվում ենք աշխարհում տիրող հետաքրքիր լուրերով եւ մարզական աշխարհի նորություններով։ Եվ մենք չենք կարող չանդրադառնալ նախորդ օրվա մեր գրանցած հաջողություններին։ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի առաջատար ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է կիսաեզրափակչում եւ կպայքարի 5-րդ չեմպիոնության համար։ Եվրոպայի քառակի չեմպիոնը 61 կիլոգրամ քաշայինների կիսաեզրափակչում մրցեց աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Ալբանիայի ներկայացուցիչ Զելիմխան Աբակարովի հետ եւ հաղթել 5-2 հաշվով։ Մենք շնորհավորում ենք մեր մարզիկին եւ մյուս բոլոր մարզիկներին հաջողություն մաղթում։ Այո, այս օրերին անկախ նրանից այս սպորտաձևի սիրահար ենք թե ոչ, ուշով հետևում ենք այս մրցումներին, քանի որ մերոնք միշտ այսպես հրաշալի ելույթներ են ունենում։ Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Տոկիո 2020-ի եւ Փարիզ 2024-ի օլիմպիական խաղերի մասնակից Վազգեն Թևանյանը Բրատիսլավայում անցկացվող առաջնությունում առանց պայքարի դարձավ բրոնզե մեդալակիր, 65 կիլոգրամ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա պետք է մրցեր վրացի ըմբիշի հետ, Գոգա Օտինաշվիլիի հետ, բայց նա վնասվածքի պատճառով չներկայացավ մրցմանը եւ Վազգեն Թևանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, ինչի արդիվ այո նրան շնորհավորում ենք։ Ինչ որ հեշտ թվաց, բայց բնականաբար տարիների աշխատանք եւ մարզումներ է թաքնված այս ամենի հետևում հասնել 3-րդ տեղին։ Միանշանակ։ Նաեւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ 70 կիլոգրամ քաշային Արմեն Անդրեասյանը արծաթե մեդալ է նվաճել կրկին Բրատիսլավայում ընթացող առաջնությունում։ Եզրափակիչ գոտեմարտում նա մրցել է աշխարհի նախկին չեմպիոն ռուսաստանցի Դավիթ Բայևի հետ եւ 4-1 հաշվով պարտություն կրել։ Անդրեասյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 10-0 հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 4-0 հաշվով ուժեղ է գտնվել ուկրաինացի ըմբիշից։ Կիսաեզրափակչումը նա ուժերը չափել է Վրաստանի ներկայացուցչի հետ եւ 3-1 հաշվով առավելության հասել դուրս գալով եզրափակիչ։ Շարունակենք այսպես մերոնց հաջողությունները, մի փոքր անուղղակիորեն խոսենք Ինտերի մասին, որի կազմում գիտենք Հենրիխ Մխիթարյանն է եւ ֆուտբոլային ակումբը 3 հաղթեց Բավարիային, բավականին հետաքրքիր խաղեր սպասում էին մարզասերները, Բավարիա Ինտեր ավարտվեց 1-2 հաշվով Ինտերի առավելությամբ եւ Չեմպիոնների լիգայի 24-25 խաղարկության 1/4 եզրափակչի առաջին խաղն էր սա։ Մխիթարյանը մասնակցեց խաղին, նա սկսեց մեկնարկային կազմով եւ փոխարինվեց 74-րդ րոպեին, բայց Հայկ Իսապաշտմանը 71-րդ րոպեին նաև տեղին քարտ ստացավ։ Ֆուտբոլիստների գնահատականները արդեն այսպես հրապարակված են։ Հենրիխ Մխիթարյանը 7-2 բալ է վաստակել այս խաղում, կարևորը Ինտերը հաղթելը։ Եվ նույն տրամաբանությամբ շարունակելով Ռումինիայի առաջնության լրացուցիչ փուլի 3-րդ տուրի շրջանակում Ֆարուլը սեփական հարկի տակ ոչ ոքի է խաղացել Ունիերա Սլոբոզիայի հետ 1-1 հաշվով։ Տանտերերի կազմում միակ գոլը հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը։ Այս պահի դրությամբ Ֆարուլը ունի 20 միավոր եւ զբաղեցնում է 8-րդ տեղը 10 թիմերի պայքարում։ Ահա, այսպիսի հետաքրքիր մարզական լուրեր եւ ֆուտզալից չհասցրինք, չէ՞, խոսել։ Դեռ չենք խոսել։ Այո, ֆուտզալի ապրիլի 6-ին տեղի ունեցել ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնության play-off-ի պատասխան հանդիպումները։ Քառորդ եզրափակչի պատասխան խաղում Յունիսպորտը Ավանի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալել է թիմ Ագրոին եւ 11-1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել։ Այսպիսով դիմակայության երկու խաղերի արդյունքում Յունիսպորտը մրցակցի նկատմամբ առավելության հասավ 25-1 հաշվով դուրս գալով մրցաշարի կիսաեզրափակիչ։ Եվ հիմա մի քիչ ոչ այնքան լուրջ լուրեր կամ տարօրինակ լուրեր աշխարհից։ Գիտենք, որ լրահոսը ցավոք թե Հայաստանում թե աշխարհում միշտ շատ ծանր է, բայց երբեմն նաև լրահոսում հայտնվում են զավեշտալի նորություններ, որոնք մեկ զարմանք, մեկ զայրույթ, մեկ էլ այսպես յանի ինչ էր, չէ՞։ Այսպեսի ռեակցիաներ են։ Դրանք օգնում են օրը ավելի թեթև դարձնել, տեղափոխվում ենք Հնդկաստան, որտեղ հնդիկ տղամարդը մահճակալը վերածել է մեքենայի եւ այն վարել քաղաքի փողոցներով։ Հիշեցի հայտնի ֆիլմը, որտեղ Չելենտանոն սիրելին քաշ է տալիս մահճակալով, շատ ծիծաղելի տեսարան է։ Տեսանյութը, որում Շավապ Շեյքը
Նավապշեիքը ներողություն մահճակալով սլանում է քաղաքի ճանապարհներով, միլիոնավոր դիտումներ է հավաքել սոցցանցերում։ Մուրշիդաբադի բնակիչը $2000 է ծախսել մահճակալն իսկական մեքենայի վերածելու համար։ Նա այն համադրել է անիվներով, շարժիչով, ղեկային համակարգով եւ կողային հայելիներով։ Այսինքն պետք չէ բողոքել, որ մենք չունենք մեքենա։ Եթե ունեք օրինակ հին մահճակալ, որն այլևս չեք օգտագործում, դեն մի նետեք, դա կարող եք վերածել ավտոմեքենայի։ Եվ ինչու ոչ, առավոտյան շատերս դժվարությամբ ենք բաժանվում մեր սիրելի մահճակալից եւ օրինակ նստում մեքենա կամ տրանսպորտ, այս դեպքում մահճակալից բաժանվելու առիթ չի լինի։ Փաստորեն այն որ տղամարդկանց պիտակավորում ասում են դիվան է քշում, այս պարագայում կարող եք մահճակալ։ Տղամարդը այո, մահճակալ է քշում։ Տեղափոխենք Իսրայել, որտեղ բավականին հետաքրքիր մի դեպք է տեղի ունեցել։ 3-ամյա երեխան գտել է շատ արժեքավոր մի արտեֆակտ։ Զիվնիցա է այս փոքրիկի անունը։ Նա Թել Ազեկա պատմական այգում զբոսնելիս զբոսանքի ժամանակ արահետով քայլելիս գտել է մի քար, որը պարզվել է ոչ ավել ոչ պակաս 3800 տարվա պատմություն ունի, հնագույն հմայիլ է, ու ինչպես հայտնում է Euronews-ը, Թել Ազեկան հայտնի հնագիտական վայր է, այստեղ 15 տարի պեղումներ են ընթանում, տարբեր քաղաքային պարիսպներ, գյուղատնտեսական շինությունների մնացորդներ են հայտնաբերվել, իսկ ահա փոքրիկին հաջողվել է բավականին այսպես հնություն ունեցող մի հմայիլ գտել ու գտածոյի մասին բնականաբար հայտնել են նաև Իսրայելի հնությունների վարչությանը, որն այնուհետև հաստատել է, որ իսկապես փոքրիկի գտած իրը բավականին արժեքավոր է եւ թվագրվում է միջին բրոնզի դարին։ Եվ վերջին նորությունը արևմտյան շոու բիզնեսից Մադոննան եւ Էլթոն Ջոնը թաղել են պատերազմի կացինը։ Այսպիսով երգչուհին ակնարկել է, որ կհամագործակցի Էլթոն Ջոնի հետ այն բանից հետո, երբ կտեսնի, որ նա ելույթ է ունենում Բրենդի Քարլիլի հետ Saturday Night Live-ում։ Ովքեր հետևում են այս երկու աստղերի կյանքին կամ թեկուզ այդքան ուշով չեն հետևում, բայց գիտեն, որ նրանց հարաբերությունները, ինչպես ասում են, հալած յուղ ու մեղրի պես չեն, հաճախ Էլթոն Ջոնը քննադատության է ենթարկել Մադոննային, մեկ ոչ կենթանի երգելու, չէ, պատճառով նաև այլ կարիերայում գործած սխալների կամ բաց թողումների պատճառով, բայց արի ու տես, որ ինչպես ասում են, օր ծերության երկու գերաստղերը հաշտվեցին եւ համատեղ լուսանկար հրապարակեցին։ Եվ Էլթոն Ջոնն արձագանքել է Մադոննայի գրառմանը, շնորհակալություն հայտնել իր ելույթին գալու համար։ Ես երախտապարտ եմ, որ մենք կարող ենք առաջ շարժվել։ Ես ավելի ու ավելի եմ տխրում այս պահին մեր աշխարհում տիրող այս անմիաբանությունից, նշել է նա։ Այնպես որ այսօր փորձեք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց այսպես բարի դրացիական հարաբերություններ չունեք, կյանքը կարճ է եւ պետք չէ այսպես վատ էներգիան եւ ժամանակը ծախսել հակամարտությունների ու գժտությունների վրա, այլ փորձեք գտնել շփման եզրեր կամ պարզապես մոռացեք։ Այո, կյանքը շատ կարճ է եւ շատ արագ է անցնում, ինչպես որ արագ անցավ այս 1.5 ժամը, որ անցկացրինք միասին։ Դուք լսում ու դիտում եք Սուրճ ու Սեր առավոտից ռադիոնախագիծը հանրային ռադիոյի եթերում։ Մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս ուրբաթ օրը հանդիպելու ակնկալիքով, վաղը կարող եք միանալ մեր գործընկերներին, իսկ մենք ձեզ մաղթում ենք օրվա լավ շարունակություն եւ բարձր տրամադրություն։ Այո, արևոտ օր ենք մաղթում եւ արևի մասին երգով էլ ձեզ թողնում։ Մնացեք հանրայինի հետ, հետևեք մեր հաղորդումներին, տեղեկացեք, զվարճացեք, լավ ժամանակ անցկացրեք եւ այո, իսկապես անկախ եղանակից լավ օր ունեցեք։ Not a
տվեցի մթինում Մորացա սպասեցի քո ճանապարհին Կբերեմ քեզ իմ մոտ որ լինես ինձ լուսին Մոտ լինես ինձ սրտին Ով եմ առանց քեզ Ով ես առանց ինձ Տարաշխարը տակ շուշ կտամ նորից Չկամ առանց քեզ Չկաս առանց ինձ Տարաշխարը տակ տարինց Արևես լույսես ու կրակ Թող ճախրեմ բոցերիդ մեջ Թող խփվեմ շուրթերի տակ Թող այրվեմ անվերջ Արևես լույսես ու կրակ Թող ճախրեմ բոցերիդ մեջ Թող խփվեմ շուրթերի տակ Թող այրվեմ Սուրճ ու սեր առավոտից